Շնորհակալություն, մեծարգո նախագահ, սիրելի քաղաքացիներ, որոշել էի խոսել քաղաքական մանիպուլյացիայի մասին և մի բեռնականակ հացահատիկի պատմության վրա ցույց տալ, թե ինչպես է դա լինում, բայց իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանը առաջ ընկավ ու տեսանյութով արդեն խոսեց այդ մասին, ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես է հայրենիքի դարդով տապակվող մեր ընդդիմությունը երկու շաբաթում միակողմանի զիջում թմբկահարողից սահուն կերպով վերածվում հացահատիկի փորձագետի, իհարկե այս ընթացքում պահպանելով միևնույն նախանձելի էնտուզիազմը, եւ այս հարցում առաջամարտիկներից մեկը տիկին Քրիստինե Վարդանյանն է, որը ցավոք դահլիճում չի, ով երկու շաբաթ առաջ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, իդեպ նույն օրը հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը, անզիջում պայքար էր մղում, ուրեմն ապաշրջափակման դրական կողմերի դեմ։ Պետրոս Ղազարյանը տեղեկացնում է, որ տարանցման արգելքը վերացված է եւ ասում է, դուք ասում եք, որ միակողմանի է զիջումը լինելու եւ հիմա Ադրբեջանը պատրաստ է թույլ տալ, որ իր տարածքով բեռներ փոխանցվեն Հայաստան, փոխադրվեն եւ տիկին Վարդանյանը ասում է եւ Պետրոս Ղազարյանը պատասխանում է, որ եւ այսքան տարի չի եղել, հիմա ճանապարհ է բացվում եւ տիկին Վարդանյանը շարունակում է ասում է, հենց ադրբեջանական ցորեն պիտի գա։ Պետրոս Ղազարյանը ասում է, չէ, ադրբեջանական չի ցորենը, տարանցվելու է, ուղղակի Ադրբեջանի տարածքով է գալու։ Մելավ աշխարհի 200 պետություններից ուրիշ պետություն չկար, որի տարածքով կարող էր ցորեն գալ։ Մենք պիտի կախված լինենք Ադրբեջանից։ Պետրոս Ղազարյանը ասում է, չէ, մենք չենք կախված լինելու մենակ Ադրբեջանից։ Մյուս ճանապարհը մնալու է, ոնց որ մինչև հիմա գար, բայց մեկ այլ ճանապարհ է բացվելու։ Տիկին Վարդանյանն էլի չի հանձնվում։ Ասում է, բայց ապաշրջափակմանը մենք դեմ չենք, բայց հենց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ հələ որ չենք տեսել այդ օգուտները։ Միայն Գևորգ Պապայանի ստատուսներն են։ Ի վերջո, այսօր արդեն մենք ունենք եւ Ռուսաստանից, եւ Ղազախստանից Ադրբեջանի, Վրաստանի տարածքով երկաթուղով Հայաստան հասած հացահատիկ, բայց ինչևէ հանգիստ թողնենք երևի տիկին Քրիստինե Վարդանյանին, բայց ես ավելի լուրջ հարց էի ուզում տալ ձեզ, հարգելի Հայաստան դաշինքի падգամավորներ։ Նախորդ իմ ելույթում ես պարոն Արծիկ Մինասյանը վիրավորվել էր նրանից, որ ես ընդդիմությանը ասել էի, որ համաձայն եմ իմ գործընկեր Հայկ Կունջորյանի շատ դիպուկ բնութագրման հետ դիմել էի ձեզ իբրև Ժիգուլի ընդդիմություն եւ վիրավորվել էր սրանից։ Իսկ ուրիշ ավելի լուրջ վիրավորվելու թեմա դուք չունեք։ Օրինակ, երբ ձեր քաղաքական ղեկավարը, ով Հայաստանի նախագահ է եղել 10 տարի, նախագահ չի ընտրվել ոչ մի անգամ, բայց Հայաստանի ղեկավարի պաշտոնին է եղել։ Եվ Հայաստանի մասին խոսելիս, Հայաստանի միջազգային տարածքի մասին խոսելիս ասում է 29000 եւ այլն։ Սա ձեզ չի վիրավորում։ Երբ մի մարդ, որը ձեր քաղաքական ղեկավարն է, եւ դուք շարունակում եք նրա խմբակցության անդամներ լինել, մեղադրում է Հայաստանին պատերազմ սադրելու մեջ, սա ձեզ չի վիրավորում։ Միգուցե սրա մասին արժե մտածել։ Շնորհակալություն։